Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ու գրավեց Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները։ Գործի դրվեցին հրթիռներ, հրետանի, ուրիշ ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր, նաև արգելված զենքեր, այդ թվում քաղաքացիական բնակչության դեմ։ Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ 2020-ին հայտարարում էր, թե Հայաստանն է Արցախի անվտանգության գերաշխավորը, 2 տարի հետո Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Իսկ հիմա նրա քաղաքական թիմը մտադիր է այնպես անել, որ սեպտեմբերի 27-ը Արցախի հայաթափման օպերացիայի ու մնացած օրերի ամսաթվերը ջնջվեն օրացույցից։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հիշատակի և խոնարհու մի օրվա նախագիծ են շրջանառության մեջ դնում։ Օրը ընտրել են ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ հունվարի, մեկ օր բոլոր ռազմական գործողությունների զոհերի հիշատակը հարգելու համար։